Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարության դրա հնարավոր հետևանքների եւ զարգացումների մասին կզրուցեն քաղաքագետ Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի հետ։ Բարի երեկո։ Բարի երեկո ձեզ։ Պարոն Սաֆարյան, ես կխնդրեի, որպեսզի մեկնաբանեիք Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը։ Անկեղծ ասած, ելքը որքան էլ ցավալի էր, ինձ համար միանգամայն սպասելի էր, որովհետև այլ բան չէր կարող տեղի ունենալ, որովհետև եթե ժառանգությունը մասնակցեր առանձին ցուցակով, ապա այլ դուրս եկողներ կլինեին կուսակցությունից, իսկ եթե մասնակցում է Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան, Ռաֆի ուրեմն դաշինքով, բնականաբար մենք ունենք արդեն Զարուհի Փոստանջյանի դուրս գալու հետևանքը։ Սա արդյունք է նրա, որ 2013 թվականի վերջից, երբ արդեն քառյակին մասնակցելու հարցեր էին քննարկվում ժառանգությունում եւ ես դեռևս վարչության անդամ էի, իսկ այդ շրջանում բառացիորեն հենց այդ որոշումից մի քանի օր անց Զարուհի Փոստանջյանը մեկնեց Միացյալ Նահանգներ վերապատրաստման, այդ շրջանում ինձ համար գոնե արդեն տեսանելի էր, որ վարչությունը ունի նոր մոտեցում քաղաքական կյանքում մասնակցելու։ Եվ այդ մոտեցումը ձևակերպվում էր հետևյալ բառերով. մի կողմ ենք թողնում քաղաքական ուժերի անցած ճանապարհը, կենսագրություն, մի կողմ ենք թողնում քաղաքական ուժերի գաղափարական տարաձայնությունները, եւ եթե նրանք դնում են իշխանափոխության նպատակ, ապա մենք դրանց հետ պայքարի ճանապարհ կարող ենք անցնել։ Այն ամիսներին, երբ Զարուհին բացակայում էր Հայաստանից, բնականաբար այդ ընթացքի, այսպես ասեմ, տարակուսանքները ինձ բերեցին այն մտքին, որ ես պարզապես չեմ կարող այդ գիծը փոխել, որտեղ ես փոքրամասնություն էի իմ դիրքորոշումներով եւ գիտեք ինչպես ավարտվեց դա քառյակի, այսպես ասեմ, ոչ հայտնի ճակատագրով, ոչ անհայտ ճակատագրով, երբ Գագիկ Ծառուկյանը լքեց եւ process-ները չխորացան եւ մի պահ կարծեք թե կուսակցության ներսում հանդարտություն տիրեց, բայց դրանք վերստին ակտիվացան, որովհետեւ այժմ էլ փաստացի ընտրություններին մասնակցելու առումով կուսակցությունը դիտարկում է այդ ճանապարհը եւ ինչի հետ անհամաձայն էր Զարուհին, հետեւաբար ինձ համար ակնհայտ էր, որ նրանում ինչում համոզվեցի ես 2014-ին, ինչում համոզվեց Անահիտ Բախշյանը 2016-ի ամռանը եւ ինչում համոզվեց Զարուհի Փոստանջյանը տակավին վերջին օրերին, միանգամայն սպասելի է։ Գիտեք, Անահիտ Բախշյանը նշել է, որ դուք նախկին ժառանգականները շարունակում եք այդ ժառանգության գիծը, ծրագրային գիծը պահել եւ հենց ժառանգություն կուսակցությունն է կարծեք թե այդ գծից հեռացել եւ հիմա ինչ որ փնտրտուքների մեջ է, ով կամ ինչու փոխվեց ժառանգության դիմագիծը կամ այդ ծրագրային գիծը։ Գիտեք, ոչ իմ, ոչ կարծում եմ Անահիտ Բախշյանի, ոչ Զարուհի Փոստանջյանի նպատակն է ժառանգության վերմակը մեր վրա գցելը։ Անկեղծ եմ ասում դա եւ հայտարարում։ Պարզապես տարակուսում եմ երբեմն, երբ հայտարարում են, թե կամ ակնարկում են, որ ներկայիս ժառանգությունը չի շեղվել գծից, այլ շեղվողները նրանք են, ովքեր գնացել են ազատ դեմոկրատներ կամ օրինակ Զարուհին։ Քավլիցի, թույլ տվեք Կարեն Կարապետյանի նման ինքս ինձ փոքրիկ կարճ ենթահարցեր տամ եւ պատասխանեմ։ Իրավունք ունի ժառանգություն կուսակցության նոր վարչությունը, որի մեջ մենք չկանք, սահմանելու նոր քաղաքական գիծ։ Միանշանակ այո, ունի։ Իրավունք ունի ասելու, որ դա նախկին գիծն է։ Ոչ, որովհետեւ տակավին օրերս ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները արեցին հայտարարություն օրինակ։ Մեկ օրինակ եմ բերում, որ մենք, քանի դեռ Հայաստանում չկա օրինական ձևավորված իշխանություն, արտաքին քաղաքականության մասին խոսելը անիմաստ է։ Այսինքն պետք չի խոսել դրա մասին, պետք չի խոսել Սեյրան Օհանյանի, Ռաֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի տարաձայնությունների մասին, որովհետեւ նրանց հիմնական նպատակը ոչ թե այդ տարաձայնությունների մասին խոսելն է, այլ ուրեմն իշխանությունը փոխելը։ Հիմա սա նոր մոտեցում է, սա երբեք չի եղել։ Մենք 2012-ին էլ երբ դիտարկում էինք ազատ դեմոկրատների հետ միությունը, անկեղծ ասած ես հենց այն անձանցուց էի, որը մասնակցում էր, բանակցում էր Ալեքսանդր Արզումանյանի հետ եւ պատրաստում էր ծրագրային հենքը։ Այն ժամանակ օրինակ 2012-ին մենք չէինք դիտարկում սրա նրա հետ կամ որևէ մեկի հետ, ԲՀԿ-ի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ, Սեյրան Օհանյանի կամ չգիտեմ որևէ մեկի հետ, Վարդան Օսկանյանի հետ համագործակցության հարցերով, որովհետեւ գիտեինք, որ լիքը խնդիրներով դրանք բացարձակապես մեր տեսակը չեն եւ մեր մոտեցումները չունեն։ Հետևաբար այս կտրվածքով այս բանավեճում թերևս ես չեմ ուզում, որ որևէ մեկը հաղթող եւ պարտվող կողմ լինի։ Պարզապես իհարկե ես չեմ կարող չհամաձայնել Զարուհի եւ Անահիտի հետ, որովհետեւ այո, մենք շարունակում ենք կրկնել, որ կարելի է եւ պետք է համագործակցել բացառապես գաղափարական նույնություն ունեցող ուժերի հետ, կամ միայնակ, եթե ունես այդ ռեսուրսը, իսկ եթե ոչ, ապա ներեցեք մյուս գծին, որը բացարձակապես կապ չի ունեցել ժառանգության սկզբունքների հետ, պետք չի ասել, թե դա հին գիծն է եւ մենք շարունակում ենք, այլ նրանք, ովքեր դուրս են եկել, նրանք չեն շարունակում, ամենևին։
Պարոն Սաֆարյան, դուք ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակում եք ընդգրկված, ինչպես է գնահատում ձեր շանսերը եւ ազատ դեմոկրատները իր առանցքում ինչ հիմնական խնդիրներ է դիտարկում, որովհետեւ այսօր տարբեր կուսակցություններ, դաշինքներ գրեթե ամեն ինչ են խոստանում, սկսած մարտի 1-ի բացահայտումից մինչեւ ավանդերի հետ վերադարձ։ Դուք ինչ եք խոստանում ձեր ընտրողներին։ Ուրեմն ինչու ազատ դեմոկրատներ, որովհետեւ ես արդեն ասացի 2012-ին ուղղակի կարելի ասել նույնիսկ ստորակետով տեղյակ էի այդ կուսակցության ծրագրերին։ Դրանից հետո 5 տարի էլ տեսել ենք թե ազգային ժողովում ով որ հարցով ինչպես է քվեարկում եւ բարեբախտություն է որ ազատ դեմոկրատները մեր համար կարևորագույն հարցերում, որոնք վերաբերվում են ազատական արժեքներին, որոնք վերաբերվում են Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղղությանը, որոնք վերաբերում են Հայաստանի եվրոպականացմանը, որոնք վերաբերում են ԵՏՄ-ին, Հայաստանի չանդամակցելուն կամ ԵՏՄ-ից դուրս գալուն, այս հարցերում վերինաշճանի հստակ են եղել եւ չափազանց մոտ մեր դիրքորոշումներին։ Եվ ահա թե ինչու ես եւ Անահիտ Բախշյանը եւ ցավում եմ, եթե Զարուհին իր քայլը շուտ կատարած լիներ, միգուցե նաեւ ինքը կլիներ մեր հետ միասին այս ցուցակում։ Հետևաբար, այս կտրվածքով ինչ ենք առաջարկում ենք միանգամայն այլընտրանքային քաղաքականություն։ Այլընտրանքային քաղաքականությունը, որը մեզ բերեց աղքատության բարձր տոկոսի, որը մեզ բերեց պատերազմի, որը մեզ բերեց մեզ ինքնիշխանության կորստի, որը մեզ բերեց միջազգային հարաբերությունների համակարգում մեր դերի թուլացման, որը բերել է տնտեսական կյանքում ինքնուրույնաբար որոշումներ կայացնելու իրավունքների սահմանափակման, այս բոլոր առումներով մենք բացարձակապես այլընտրանք ենք այս իշխանությանը եւ նաեւ նրա հետ տարբեր տարիներին իշխանության մեջ եղած ուժերին։ Եվ այս կտրվածքով ես վստահաբար եմ ասում, որ այն ինչ մենք կներկայացնենք մեր նախընտրական ծրագրի տեսքով բացարձակապես այլընտրանք է լինելու եւ անգամ ներեցեք այդ ծեծված արտահայտությունները ավանդների կամ չգիտեմ ինչի մարտի 1-ի բացահայտման կներեք դա ուղղակի այսօր ընտրողի քվեն գողանալու համար են հասկանալիորեն բերել բոլոր ուժերը հրապարակ, որովհետև որևէ մեկի ձեռքը ոչ մեկ չի բռնել, որպեսզի իրենք գնան մարտի 1-ով ցուցմունք տան, որևէ մեկի մարտի 1-ով իրենց իմացածը հայտնեն, ուրեմն հոկտեմբերի 27-ի վերաբերյալ իրենց իմացածը հայտնեն, ավանդների հետ կապված իրենց քվեարկությունները պարզաբանեն, թե ինչու այն ժամանակ չեն խոսում եւ այլն։ Հետևաբար մեր հիմնական շեշտը նա է լինելու, որ մենք պիտի բերենք Հայաստանի միջազգային դերի ամրապնդման մի բան, որը հանգեցրեց որի բացակայությունը հանգեցրեց ապրիլյան պատերազմին, մենք բերելու ենք Հայաստանի ինքնիշխանության մակարդակի ուրեմն ավելացման, որի արդյունքում մենք այս վերինաշճանի ողորմելի վիճակում չենք լինելու, երբ անգամ Իրանի հետ հարաբերվել չենք կարող ԵՏՄ կոչվածի պատճառով, եւ մենք բերելու ենք անվտանգության լուրջ մակարդակ խորհրդարանական եւ արտաքին քաղաքականության ճշգրիտ եւ հուսալի ուղղություններ առաջ քաշելով։ Շնորհակալ եմ ձեզ մեկնաբանությունների համար։ Հիշեցնեմ, որ մենք հյուրընկալել էինք քաղաքագետ Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորության տեխնացու Ստյոպա Սաֆարյանին։